Ժամանակակիցները գիտեն Վանո Սիրադեղյանին որպես 90-ականների ներքին գործերի սուպերնախարար, բայց նրա ճանապարհը հարթ չէր։ Անկախության շրջանի թերթերը շատ էին գրում նրա եւ Ղարաբաղ կոմիտեի մեկ այլ անդամ Աշոտ Մանուչարյանի հետ մրցակցության ու փշոտ հարաբերությունների մասին։ Առաջին հայացքից թվում է, թե Սիրադեղյան ՀՀՇ հակամարտությունը կրում է բավականին մակերեսային եւ ոչ ֆունդամենտալ բնույթ։ Իրականում դրա հիմքում դրված է կոնցեպտուալ իշխանության եւ նրա զարգացման ռազմավարության խնդիրը։ Սկսած դեռ 1991 թվականից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ հանրապետության նախագահ, հասարակության մեջ առկա էր այդ քաղաքական բանաձևը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահից դարձնել հանրապետության նախագահ։ Այդ գծի ջատագովներից էր այն ժամանակվա ազգային անվտանգության խորհրդական Աշոտ Մանուչարյանը։ Անշուշտ նրա բանաձևում տեղ չկար ոչ միայն ՀՀՇ-ին, այլև Վանո Սիրադեղյանին։ Սիրադեղյանը նշանակվեց ներքին գործերի նախարար, երբ Մանուչարյանը հրաժեշտ տվեց այդ պաշտոնին ու դարձավ երկրի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդատու։ 90-ականների թերթերը ընդգծելով Սիրադեղյանի անձնական քաղաքական ազդեցությունը, նրա նախարարության ու ստեղծած համակարգի ուժը Վանոյին կոչում էին ամեն գործերի նախարար։ Որպես ներքին գործերի նախարար 1992-ից 96 թվականներին նա վերահսկում էր երկրի ներքին անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի հետ պատերազմի եւ ծանր տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Նրա նախարարությունը դարձավ Հայաստանի ուժեղ կառույցներից մեկը։ Սիրադեղյանի ղեկավարության օրոք ներքին գործերի նախարարությունը ձեռք բերեց կոշտ գործիքակազմ կիրառող կառույցի համբավ։ Ինչպիսի ժամանակներ, այնպիսի բարքեր։ Այսպես էր այդ ժամանակները նկարագրում Հրանտ Մատեոսյանը։ Իմ տեղը կալանվում էր ինքը Վանոն։ Ոստիկանություն ասված մուրացկան կողոպչի որջում կանգնում էր ինքը, եւ այսօր ինքն է վիզ դրել այնտեղ, որտեղ սովորաբար վիզ են ջարդում։ Սիրադեղյանն ինքն էր նշում, որ ամենաթողություն է երկրում, զինված բանդաներ, զինված խմբեր, թե իշխանական, թե ընդդիմադիր, որոնք վերահսկողությունից դուրս էին եկել, եւ այդ ամենի հետ պետք էր ինչ-որ բան անել։ Ապրում էի ամառանոցում, երբ որ ինֆարկտ ստացա, եւ հիվանդանոցից տեղափոխեցին այդ փուճուր շենքերից մեկը, դա չէ, որ կազդուրվեմ, շուտան դուրս եկան հիվանդանոցից, դվին հյուրանոցում մեր պետության ղեկավարների ամառանոցի կողքը հարկերում ամբողջ զինվորականներ են, ջոկատներ են, ոչ միայն այդտեղ էին կրակում, ոչ միայն քաղաքում զինված ջոկատները հանցագործ իրենց ջոկատ համարող, իրենց պատերազմող համարող քաշ են գալիս ոչ միայն գնդացիներով, այլև գրանատամյոտերով։ Եվ դրան գումարած ամենանվաստացուցիչը բոլորիս համար այն էր, որ ժամանակ առ ժամանակ այդ Ծիսանակաբերդի վետերոկ կար, ջոկատները գնում խմում էին այնտեղ եւ այդ լուսացիր գնդակներով գնդակոծում էին ամառանոցը։